արունահեղություն են ուզում եւ այլն։ Այսինքն ձեր կարծիքով հիմա որ արունահեղությունը կանխվի, լավագույն սցենարը որը պետք է լինի, դուք ինչ եք առաջարկում։ Չգիտեմ, պիտի ուշադիր լինենք, պիտի ուշադիր լինենք, պիտի զգոն լինենք, պիտի ամեն րոպե այս մասին խոսենք, այս մարդկանց ուզած ինչ է, մեզանից ստանալ մեկից կաշառակեր անմեղության վարկածը հաշվի առնելով, կանխավարկածը հաշվի առնելով, ես այդ մասին բացարձակ բան չեմ ասում, որովհետև այս պայթերությամբ հստակ ինչ-որ բան չկա ու չեմ եք աշկանվում, որ եթե վաղը մյուս օր դատական վճիռ լինի հստակ աբացուցվի մեղքը, ես բնականաբար ուղիղ տեքստով իմ գնահատականը տալու եմ այդ ամեն ինչին։ Բայց այսօր ամեն ինչը տանում է դրան, որ մեկից ստացան հարաբերական այս պայթերությամբ չագերտա, որ ստացան կաշառակերի տարբերակը, մյուսին էլ բնականաբար այս պայթերությամբ երևի թե փորձելու են ինձանից էլ ստանան կրիմինալը, կռիվ, ծեզուճարտեր, չգիտեմ են ու բնականաբար դրանից բխող մնացած հետևանքներ։ Դուք Վարդան Ղուկասյանին քաղաքացիալ համարում եք, պարոն Գրիգորյան։ Երևի դրա մասին ավելի շատ դուք պիտի ներկայացնեք քաղաքացիալ է, թե քաղաքացիալ չէ, բայց այն որ քաղաքապետ ընտրվելուց հետո այս իրավիճակում արդեն ձերբակալված է, էլ եմ ասում անմեղության կանխավարկածը կա։ Եթե մեղավոր է, ճիշտ ասած ձայնագրություններ, մենք նմանատիպ ձայնագրություններ բազմիցս լսել ենք ու տեսել ենք, որը հետագայում պարզվել է, որ մեկը կդրված էր կոնտեքստից, մեկը չգիտեմ ինչ է եղած, դրանով էր պայմանավորված։ Ես հստակ այս առումով ոչ մի բան չեմ կարող ասել, քանի որ փաստը չկա։ Եթե փաստը լինի վերջնական, լինի, որ իրականություն է, այս ամեն ինչը բնականաբար քաղաքացիալ չէ։ Իսկ եթե պարզվի, որ սարկած, կծած ինչ-որ բանով սարկած կարած գործ է, այդ պարագայում արդեն ձայնագրության մեջ ասում է կներեք, ձայնագրության մեջ ասում է վերու է 4 միլիոնը եկեղեցու նկարիչների պարկ են, դա Ժողովուրդ, ես բացարձակապես այդ դետալների մեջ չեմ ուզում խորանալ։ Կա իրավապահ մարմիններ, կան փաստաբաններ, կա դատարան, թող գնան իրանք այդ ամեն ինչը պարզաբանեն, ճշտեն։ Մեղավոր է, ուրեմն թող պատասխան տա, ուրեմն թող մենք էլ ամեն մեկս մեր դիրքորոշումն ու կարծիքը կհայտնենք։ Իսկ ինչ վերաբերվում է Գյումրու կառավարման հետ կապված, այդ մասով էլ ես առաջի օրվանից ասել եմ, տալիս ենք հնարավորություն, չնայած մյուս երկու խմբակցություններն էլ նույն ձևաչափով են մոտեցել, որ տալիս ենք, բայց ոչ մի պաշտոն չենք վերցնում ու պատասխանատվության տակ չենք մտնում, իսկ քարոզարշավի ժամանակ հիմա էլ եմ ասում, քանի որ Վարդան Ղուկասյանը կալանավորված է, ես նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ քարոզարշավի ընթացքում իմ խոսույթին, թե ես ինչպես եմ ներկայացրել այդ ամեն ինչը, որովհետև այս պարագայում կլինի այն տպավորությունը, որ մարդը փորձության մեջ է, խնդրի մեջ է եւ ես հիշացնում եմ, որ իրան եմ ասել։ Մեկ խոսքով, երբ կպարզվի իրականությունը ու երբ վճիռ կլինի, ես հստակ իմ դիրքորոշումը կասեմ։ Ամեն դեպքում դուք որպես падգամավոր, երբ արձանագրել եք, որ խորհրդարանի ամբիոնից, չգիտեմ ում նկատում եք, այսպես ասած, արյուն են ուզում Գյումրիում, գուցե որպես падգամավոր խորհրդարանի ամբիոնից դիմեք իրավապահ մարմիններին, որպեսզի մենք հերթական փառաքարի պատմությունը ողբերգական չունենանք, մտադիր եք այդպիսի քայլ անել, թե ոչ, որտեղ դուք ավելի լավ կզգացեք։ Ես այդ մասին այստեղ այսքան լրատվամիջոցների մոտ ասում եմ ու ես ոչ թե ուղղակի խոսում եմ, այսպես ասած, շարը ինչ որ մեկի կրբանը փորձում եմ գցել, այդ իմ տեսակը չէ, ոչ ես այդ էքսցենտրիկ բան ունեմ, էլի պահվածք ունեմ, որ բերանս ինչ եկավ խոսեմ։ Ես ասում եմ այն, ինչ որ երեք ու շատ լրատվամիջոցների այն վերնագրերը դրված է հստակ պատգամավորի կողմից արված հայտարարությունը, որ Մարդուն Գրիգորյանի ընկերներին սպանեցին, Մարդուն Գրիգորյանը գնաց ընտրեց Վարդան Ղուկասյանին քաղաքապետ։ Այս պահի դրությամբ դուք իշխանություն եք, դուք պետություն եք, դուք պիտի նայեք ամեն ինչ անեք, որ եթե կան ընտանիքներ, ազգություններ, չգիտեմ, քաղաքական թիմեր, ովքեր որ իրար հետ խնդրեմ ունեն, դուք պիտի ամեն ինչ անեք, որպեսզի ընդཐུպ մինչև այդ վիճակը բերեք հասնեք, մարդիկ իրար հետ հաշտ լինեն, համերաշխ լինեն, որ քաղաքներում է ոչ կրիմինալը վախտա, ոչ սպանությունները, ոչ տանագարությունները, ոչ մյուսը, բայց այսօր եթե հայտարարում եք, այսինքն հայտարարում եք, որ Մարդուն Գրիգորյանի
թիմից, ընտանիքից դեպքեր են եղել այդ մարդկանցից մեկի ներվը խաղա ու ինչ որ գործողություն, հա, տանում եք դուք ձեր լեննագանցին դուք ձեր գյուղտին տանում եք նրան, որ մեր միջի այդ ներվը խաղացնեք, որ մենք գնանք հանցագործության, որ հետո դուք եք այ որ ասում են կրիմինալը եկավ Գյումրի իշխանության, դրան եք տանում 6 ամիս կյանքերս կերակ այդ մասը 6 ամիս տանում եք այդ ամեն ինչին, չկա լարվածություն չկա ու այդ լարվածությունը եւ այդ սպանված ընտանիքի միջև ասում են լարվածություն չկա, սպանված ընտանիքը իմ ընկերոջ ընտանիքն է, սպանված ընտանիքի տղան, հա, սպանված ընտանիքի տղան իմ ընկերոջ տղան է, ընտանիքն է, այս ամեն ինչը ի սկզբանե ժողովուրդ ջան քաղաքական է ու Գյումրիում ինչ դեպքեր եղավ, որը ասոցացվավ մեզ հետ, գիտեցեք, որ սա քաղաքական է, որի մեկնարկը էլի տրված է ընտրություններից հետո, երբ որ թե գյումրեցիները ԿՊԵ-ականները, թե մյուս ԿՊԵ-ականները այս միջանցքներում, որ իրար հերջ տալով հարցազրույց էին տալիս, բոլորի ասածը մի բան էր, Մարդունը գնաց, աջակցեց իր ընկերոջը խավորին չի դնել ով ում հետ ինչ խնդրեմ ունի, բացարձակապես գաղափար չունին, այնքան որի լեզվին հրանքը երևի SMS-ը իջել է, որ այս թեմայով մարդուն հենց բզբզեք, մինչև տեսնենք ինչի են հասնելու։ Մի բան ստացվի։ Ինչ էլ որ լինի, այդ ամեն ինչը քաղաքական է ժողովուրդ ջան։ Այսօր հստակ ասում եմ, մենք քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք։ Հասկանալի է Վարդան Ղուկասյանին, այս պարագայում չեզոքացրեցին, Վարդան Ղուկասյանին իր թիմով արդեն փորձության մեջ գցել են, խնդրեմ մեջ գցել են 6 ամիս իմ ընտանիքի, իմ թիմի հարազատների հետ կապված ինչ ասես չի արվել։ Ուղղակի իմ խառնվածքին համահունչ ես հանգիստ ոչ լրատվական դաշտում, ոչ ձեզ այդ լրագրողների հետ ճեպազրույցներով, ահազանգելով, աղաղակելով, ես իմը ինչքան հնարավոր է իմ պայքարը պայքարել եմ, հնարավորինս աշխատել եմ այս ամեն ինչից հետ մնալ։ Բայց տեսնելով ձեռագիրը ու տեսնելով այս անոնսները, ինչ որ ամեն րոպե տանում են, գիտեցեք, Գյումրիում ինչ դեպք եղավ, սա հրահրած է։ Մեզ հետ, իմ ընտանիքի հետ, այսօր տեսեք, ասում եմ, իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք փորձանք, փորձություն, գիտեցեք, քաղաքական է այդ ամեն ինչը։ Եվ այսպես եք ասում, ենթադրվում է, որ մի բան սպասվելու է, որ դուք հիմա այսպես զգուշացնում եք։ Դե հիմա ոնց ուզում եք վերլուծեք, ոնց ուզում եք մեկնաբանեք, ընդամենը ես ասում եմ ժողովուրդ ջան, մենք քաղաքում ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունենք, դուք երևի տեսած կլինեք, ես նույնիսկ քաղաքապետի ընտրություններից հետո ավելի շատ տեղական ինքնակառավարման մարմնի այսպես ասեմ, ֆունկցիա են վերցրել, քան բուն պատգամավորականը, թաղեր, գնալ, հանդիպումներ իմ խմբակցության հետ, Մարդուն ուրես, Մարդունը թողեց մանդատը, ավագանու մանդատը, գյումրեցիներին ձայնը վերցրավ, հետո առհամարես գնաց, ես ազգային ժողովում եմ, ես ոչ մի տեղ չեմ գնացել, չգիտեմ ով որտեղ ինձ ման է գալիս, ես իմ տեղում եմ, ու բացարձակապես ոչ մի ձևի կաշկանդվածություն չունիմ, իսկ ինչ վերաբերվում է, ես Գյումրիում եմ իմ խմբակցության հետ, բավականին ակտիվ աշխատանք ենք տանում, երևի նկատած լինեք, թաղերել եմ գնում, ժողովրդի հետ շփվում եմ, նարդիել եմ խաղում, հանդիպումներ եմ ընդունում, կազմակերպում, գնում եմ իրանց նգուղներն եմ մտնում, կդուրներն եմ բարձրանում, տեղին ամեն ինչը անում եմ, ժողովուրդ ջան, այնպես որ Մարդունը Գրիգորյան Գյումրիում է, Մարդունը կաշկանդված չէ, իսկ եթե մեզ հետ կապված այլ բան կլինի, ուրեմն գիտեցեք, որ դա չի մարսվել Գյումրու ընտրություններով կատարված իմ քայլը։ Իսկ այն ինչ որ մեղադրում են, փորձում են, ես ինչի սկզբանե ասացի, որ սա պայմանավորված չէ Վարդան Ղուկասյանով, որովհետեւ չլինի հիմա էլ տանեն այն դաշտը, թե մարդը խնդրի մեջ է, դու ժամանակն ես գրել այդ մասին խոսալու, բայց մենք այդ մասին դի խոսանք, որովհետեւ քաղաքական ուժերը, թե ընդդիմադիր, թե մնացած նմանատիպ բաները պահի տակ, պահի ազդեցությունով չառաջնորդվեն, որ վայ պահի տակ էս է վիճակը, բերեք այսպես անենք, պետք է մտածել, պետք է վերլուծել։ Պետանոր գործը։